Ոչ սիրելիս, քանի որ շատ թանկ է, դեռ ընտրություն եմ անում, քանի որ ոսկին շատ թանկացել է, մեր ոսկու աշխատողներն էլ չգիտեն ինչ անեն։ Այդքան բան, առայժմ ընտրություն եմ անում։ Ձեզ համար եք։ Իմ համար, իմ հարսիս համար, բայց դե ասել, չգիտեմ, կարելի ասել թե չէ, Նիկոլը չի թողած այդտեղ, հարկային դաշտը չի թողած այդտեղ, որ կարողանանք առնենք համ այս մարդկանց են նեղություն տալի, համ քաղաքացիներին են նեղություն տալի, բոլորը թանկ ու կրակ է, չգիտենք ոնց ապրենք, ոնց անենք, քանի որ Նիկոլն է մեր պրեզիդենտը, պարզա որ մենք շատ վատ իրավիճակի մեջ ենք, թեկուզ եւ ինձ էլ լսի, հատուկ ես ցույց կտակ, որ ժողովուրդ շատ վատ վիճակի մեջ է, հացի փող չեն կամ ճարներ չեն կամ անեն, ոսկի կարան առնեն։ Բայց ասում է բարելավել է երկրի։ Ինչն է բարելավել, թե հակառակ ավելի վատանում նպաստները կդրում են ժողովրդի, ամեն ինչը կդրում են, ինչով է բարելավել։ Բարելավել է ժողովուրդը հետ մա Թուրքիա կոդություն անում Թուրքի տանը, հա։ Նիկոլի շնորհքին հետ մեն ընդեղ, հա, էդ է բարելավ է, հա։ Խեղճ ժողովրդին գցում են բերտ ասում են դավաճան են, ազգի դավաճան են, ինչով են, ինչով։ Քանի հոգ են անմեղ բերթերին պտն որպես ազգի դավաճան, բայց ապացույցներ չունեն։ Դե դա կարևոր չի ումի նկատի ունեմ, անձամբ իմ շահերին կպչելով ես ասում եմ իրականությունն եմ ասում, որ իրանք են ղեկավարները ընդեղ նստած դավաճանը, որ Ղարաբաղը տվել են Թուրքիային, Թուրքիայի Ադրբեջանա չգիտեմ, հիմա մեր անմեղներին կողմ են բերթը, այսինքն միլիցիայի KGB-ի գործնավոր 5 հոգու թե 50 հոգու արտադիր դիդատ են այդ հոդվածով, մտցնում են ու ասում են իրանք դավաճան, եւ որ այդ ապացույցները, ովքեր են այդ ապացույցները KGB-ն, որ դրել է մարդուն անմեղ 20 տարեկան երեխուն ասում է ինքը ազգային ազգի դավաճանա, կներեք մի քիչ ուզում եմ մայր եմ վերջապես։ Ղարաբաղը մերը չէր, Ղարաբաղ է ասում եմ, նորից եմ պնդում, թեկուզ եւ KGB-ն սատեն մա, թեկուզ եւ ինձ ձերբակալ են, ես չեմ վախում, քանի որ 20 տարեկան աղջիկ երեխեն, ես ինքս 50 տարեկան եմ, ես չգիտեմ որտեղ է Հայաստանը, ինչ կա, ինչ են կա, ինչ կա, 20 տարեկան աղջիկ երեխուն, ամուսնու հետ ասում են, մեղադրում են, ասում են ազգի դավաճանը, հա, սա դար է, հա, 5 տարի նստում է, ոչ վգա կա, ոչ ապացույց կա, ոչ մի բան չկա, այտենց բան էլ նմա, էս է Նիկոլի դարաշրջանը, որ հիմի սաղ դատարկ շուկան, ոսկի ծախողներն է չգիտեն, հարկ տան, թե ոսկի ծախեն, թե ինչ անեն, ոնց անեն, ընքան հարկեր են դրեն մարդկանց վրա, որ մարդիկ չգիտեն, մենք էլ ենք ուզում, աղջիկ ենք նշամ, տղային նշամ, ոնց անենք, այս մարդիկ էլ են մեղ, ինչով են լա, ինչով է բարկա, հələ հարցը տվեք իրանց, ասեց ապրմեք դուք, ինձ ներող կլնեք մի քիչ բրթոված եմ, բայց տեղեր կա, որ բրթոված եմ, անձամբ ես էլ Հայաստան չեմ ապրում, դուրս եմ եկի, որպեսզի կարողանամ իմ ընտանիքին ապահով եմ պահեմ, ուրիշ ելք չկա, նպաստ չենք ստանում, նպաստները կդրում են 20,000 դրամ, մարդը մտնում աշխատանքի ասում են սենց աշխատում ես 90,000 դրամով, դու կարաս բոլոր համ կոմունալ տաս, համ հագնես, համ ուտես, համ երեխա պահես, շնորհակալ եմ, կարաք դուք ամեն ինչը չեք կարա։ Նաև խաղաղության դարաշրջանի մասին է, հա, խոսում, խաղաղություն է ուզում, դուք պատրաստ եք խաղաղապրել ադրբեջանցիների հետ, Ադրբեջանցիներին չեմ ասում, բայց Թուրքիայի հետ պատրաստ եմ, քանի որ Թուրքիան, Ադրբեջանը ուրիշ է, թող բոլորն էլ ասեն, ես չեմ վախենում, Թուրքիան ուրիշ է, այսինքն Թուրքիայի երիտասարդությունը ոչ մեկը չի խառնվում, չի էլ ուզում մտածի, որ 15 թվին պատերազմ է եղել, ինձ կքննադատեն ինչ կանեն հեռուստատեսությամբ, բայց ինչը իրականությունն է, այդ կողմից ես Նիկոլին չեմ մեղադրում, քանի որ նա անցել է 15 թվին, հիմա մենք այս դարաշրջանում մենք մեր երիտասարդները խաղաղություն Գերմանիան, Ռուսաստան հետ ոնց էր, խաղաղություն չէ, իրենց հիմա նույնը մենք, Ադրբեջանը ուրիշ է, Ադրբեջանը չեմ կախարում, նրանք այն ազգն է չի սիրում նրան, բայց իրանց պրեզիդենտը պաշտպանը, բնականաբար նրան պաշտպանում է, բայց դա խաղաղություն իհարկե ուզում եմ ելնի, իհարկե ուզում եմ խաղաղություն ելնի, բնականաբար։ Հիմա ինչ ոսկի եք ընտրել ձեզ համար, ինչ եք, ինչ գնի սահմանում եք։ Գինը ճիշտ
Ճիշտ ասած դեռ չեմ որոշել ինչ գնի բան անեմ, դե բնականաբար չգիտեմ, գալու եմ ուզում հարցից նվեր առնեմ, բայց քանի որ ես շատ թանկ է, մարդիկ էլ ճար չունեն, հարկերը շատ բարձր է, կոպիտ ասած բազար եմ անում, միգուցե հնարավորություն ունի, բայց ոնց շատ է բարձրացել։ 4 գրամ ոսկին ես մարդիկ է մեղ չունեն։ Համաձայնության եք։ Դեռ ոչ էլիս ընտրում եմ ամբողջ շուկ ընտրեմ, բայց ոնց տենում եմ շուկան դատար կա, մարդիկ չեն կարողանում նորմալ առևտուր անեն։ Այսքանը իրոք դուք ցուցադրեք, որ իմանան որը որից հետո է։ Նիկոլն է թող պարզ տենա ու պլյուս դրան այդ լավ կագեբեն, որ մարդկանց անմեղ մարդկանց բերթեն գցե եւ նույնիսկ Նիկոլը, որ ասի անմեղ մարդուն 20 տարեկան աղջիկ երեխուն դու Հայաստանի ազգի դավաճան ես համարում, հա? Ինչից ելնելով, ինչ փաստերով, ինչ գիտի այդ երեխեն, ինչ գիտի եւ այդ տղեն 20 տարեկան եւ նա ոնց դուք եք դավաճան, դուք տվել եք կայնել եք ստիպած ուզում եք այդ 50 հոգուն դադեք, ձեր միլիցիայի գործերը ուզում եք նրանց տակ, հա? Ինչի համար? Մեզ դավաճանն իրանք են տվել եկել են հմի ինձ, քեզ մեկ էլին ուզում են ազգի դավաճան հանեն, ինչի՞ մար։